Ինչպես միշտ մեր հարց ու պատասխանը կարող է առավելագույնը տվել 1 ժամ։ Համեցեք։ Առաջին հարցը Փայլակ Ֆարեզյան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ինչպես գիտեք, 10 եպիսկոպոսները 3 հայտարարությամբ են հանդես եկել, այսօր 17:00 մայրաթոռում հավաքվելու վերաբերյալ, զուգահեռ մայրաթոռում հավաքվելու են այն անձինք, ովքեր հայտարարել են, որ պաշտպանել են հեղափոխական եկեղեցին եւ կաթողիկոսին, այն ողջունություններից, որոնք տեղի են ունենում քաղաքական իշխանության եւ նրանց միացած իրենց բնորոշմամբ տիրադարձ եպիսկոպոսների կողմից, չկա նախ մտավախություն, որ կարող են լինել բախումներ, որպես իշխանության ղեկավար դուք ինչ ասելիք ունեք այս առումով եւ արդյոք այդ եպիսկոպոսները ձեր հետ հանդիպման ժամանակ նրանց ուղղորդել եք կազմակերպել այս հավաքը, որովհետեւ սա գրեթե նույնն է, ինչի մասին դուք եք խոսել Էջմիածնում հոգեվոր հավաք կազմակերպելու վերաբերյալ։ Շնորհակալություն։ Նախ բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Երկրորդը հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են։ Եվ հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արարատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արարատյան Մասյացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաև, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արա Մասատրյանը
շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։